հաճախ հավատացյալ անհատներ ինձի մոտեցում են եւ հարցնում են, քանքադ են անում, թե դեր հայր, ես կչանամ աղոթել, անձնական իմ աղոթքս ներկայացնել Աստծո եւ սակայն կտեսնեմ, որ միտքս այդպես կթափարի գերտա եւ չի կենտրոնանար աղոթքիս վրա։ Անշուշտ երկու ցև աղոթք կա։ Առաջին այն է, որ քրկով կաղոթենք, օրինակ համար ժամակիրքը կրնանք առնել եւ սաղմոսները ըսել եւ աղոթները կարտալ այնտեղ, հետո կա անձնական անհատական աղոթք, ուր որ սիրտդ կփանաս եւ Աստծո հետ կխոսես։ Այդ բանը երկուքին մեջ է կբադայի։ Օրինակ համար եթե քրկից ես կարդում, գիտեք կարևոր է ոչ թե քիրքին միայն դար կարտաս եւ առանց անդրադառնալու։ Երբ որ քիրքից կախտաս, մանավանդ երբ որ առանցին ես, եւ երբ որ սաղմոսը կարտաս, եւ երբ որ մի դողմը հասնես, եւ այդ դողը քեզի համար իմաստ ունի, օրինակ համար դեր հովես ձեզիս, դեր իմ հովիսը, դեր ինձի կառաջնորդ է, ինչպես կառաջնորդ է, գեցիր, այդ դողին վրա, այդ իմաստին վրա գեցիր, եւ անդրադարձի, թե դերը ինչպես քո կյանքիդ մեջը հովիվ է, ինչպես կառաջնորդ է քեզի, եւ այսպես կամացը, գիտեք, քրկից կարտալը կարևոր չէ, որ պիտի ամբողջ այս ինչ բաժինը վերջացնես, ալտուն քեզի ժամանակ դրամատրե, ասենք թե 15 րոպե, կես ժամ, որուն տուն պիտի աղոթքի դաս։ Եվ ասեմ լավ է, որ գիսես, թե մի մասը քրկից աղոթել, մի մասը անհատական, անձնական աղոթ կնել։ Եվ երբ որ քիրքից ընթացքին կկարտաս աղոթքդ, եւ մեմը դեսար թե միտքդ ուրիշտեղ գնաց, ետ կնա։ Կարևոր չէ այնքան թե ինչքան աղոթեցիր, քանի էջ կարտացիր։ Կարևորը այն է, թե ինչքան հոգվովդ եւ սրտովդ աղոթեցիր, ինչքան հասկանալի աղոթեցիր։ Ավելի լավ է, որ հասկանալով մի քանի բառ ասես, քան թե չհասկանալով շատ մփարեր գործածես։ Արդեն մեր Տերը կքննադատեր հետանոսները, որոնք կգարձեն, թե ինչքան երկար աղոթ կնեն է, այնչափ հաճելի էր Աստուծո, չէ։ Ավելի լավ է, որ գիտնաս, անդրադառնաս, յուրացնես աղոթքը քո կյանքիդ մեջը։ Իսկ անձնական աղոթքը, անհատական աղոթքը ավելի դժվար է, որտեղ ոչ թե տուն միայն պիտի աղոթես, դեպետ անալկա, Աստծո պիտի պարապանես, Աստծո գոհություն պիտի տաս, Աստծուց ներողություն պիտի խնդրես, ուրիշի համար պիտի աղոթես եւ նաեւ տուն քեզի համար պիտի աղոթես։ Բայց նաեւ անգիծած գիտես աղոթքը միակողմանի խոսակցություն չէ, երկկողմանի է, այսինքն զրույց է, Աստծո հետ ես խոսում, սպասե մի քիչ, որ անիկա քո հետ խոսի, այսինքն երբեմն ամենեն դժվարը անիկա է, որ լրության մեջ տուն աղոթած ադենդ ոչ թե տուն կխոսիս, ալ կսպասես, որ Աստված քեզի հետ խոսի, եւ Աստված քեզի հետ ալ կխոսի, ամիջապես չլար, պետք է վարժվիս ասոր, հանգիստեղ մնստիր, եւ միտքդ բարբե, այս մյուս աղոթները ըրը, Աստուծո գոհություն դուր, Աստուծո շնորհակալություն հայտնել, Աստված պարապանել, Աստուծոց ներողություն խնդրել, ուրիշի համար աղոթել, տուն քեզի համար աղոթել, այսինքն քո պետքերիդ համար աղոթել, հետո թաթար առ, հանգիստեր է, Աստված ինչ կուզես, որ ես անեմ կյանքիս հետ, Աստված ինչ խոսք ունիս ինձ համար, ինչով թերացել եմ, ցիկե որ ինքը քեզ առաջնորդ է, եւ պիտի սպասես, եւ ասիկա
որոշ մարզանք մնե, որ մեկեն չլար։ Երբեմն ալ պիտի ասես, թե ինչ եմ անում, բանը չեմ լսեր, ասված ինձի չի խոսիր, չէ, ասված կխոսի, թուն չես լսեր, շատ եմ ըսած այս պատմությունը, որ փոքր տղաս, երբ որ շատ փոքր էր, անգամ եկավ ինձ եսա, որ հայրիկ ջան, ասված միշտ ինձի հետ է խոսում։ Այո, քեզ հետ է խոսում, այո։ Ինչ է ասում քեզ, ես չեմ գիտեր։ Ինչպես չես գիտեր, եթե ասված միշտ քեզի հետ է խոսում, հիմա էլ խոսում քեզի հետ, այո։ Ինչ է ասում, չեմ գիտեր։ Ինչպես չես գիտեր տղաս, եթե ասված քեզի հետ է խոսում, եւ գիտես թե քեզի հետ է խոսում։ Ասավ, ես չեմ լսեր իրեն, ես իմ ականջս չեմ տներ, ունգընտիր չեմ իր ասածից։ Հաճախ այդպես է, ասված միշտ խոսում է մեզի, երբեմն ուրիշին խոսքով, երբեմն փնության միջոցով, երբեմն ուղագի մեր մեջը, ասված կխոսի մեզի, հարցը այն է, որ մենք մեր անհանգիստ միտքը, որտեղ մեր միտքը անհանգիստ է, մինչև որ մենք մեր միտքը չհանգստացնենք, չենք լսեր Աստուծո ձայնը։ Օգոստինոս Երանելին գսե մեր միտքերը անհանգիստ են, մինչև որ գտնեն իրենց հանգիստը Աստուծո խաղաղության մեջը։ Եվ այսինքն իրականություն մնե։ Եվ ինչպես ասի, երբեմն մարդիկ գուզեն, որ ամեն բան մեգեն լինի, բայց այդպես չստացվիր։ Նախ մեզ պետք է գրտենք, մեզ հոգևոր մարզանք պետք է ունենք, եւ հետո կամաց կհասկանանք, որ Աստված միշտ մեզի հետ է խոսում։ Եվ երբ որ մենք աղոթքին ընթացքին այսպես մեր միտքը թափարի միշտ յետբեր, եւ այսինքն միշտ յետբեր, միշտ կետրոնացիր Աստուծո ներկայության վրա։ Բնական է, որ միտքը պիտի ուզե հեռանալ Աստուծուց, միտքը միշտ իր անձնական հաճույքներին յետևեն պիտի երթա։ Բոլորս ալ այդպես ենք, այսինքն ունենք մեր ցանկությունները, մեր ուզածները, երբեմն աղոթքը փեր կդառնա, բայց իր փերը թեթև է, անիկա քիծեր, արեք իմ փերը ծեր վրա, եւ անիկա թեթև է իր փերը, ուրեմն մենք ունենանք այսպես համբերություն, արդեն Հիսուս կսե համբերությամբ է, որ մարդիկ կհաջողեցնեն իրենց փրկությունը։ Ուրեմն նույնպես ալ մեր աղոթքի կյանքին մեջը, մենք ունենք մեր ամբողջ կյանքին ընթացքը զարգացնելու մեր աղոթքի այսպես արդյունքները։ Ուրեմն մտահոգ մի ելար, Սատանան միշտ պիտի փորձե քեզ հեռացնել Աստծուց, բայց թուն, երբ որ այդպեսի բահեր լինեն, թունս քեզ նորեն Աստուծո ներկայության մեջը թիր։ Եվ մի չափազանցեր, այսինքն որոշ ժամանակ դուր, եւ այդ ժամանակ, երբ որ վերջացավ, քո մյուս գործերին հանցնե։ Բայց միշտ այսպես որոշակ ժամանակ մտուր, որբեսի դու զարգանաս եւ աճիս քո աղոթքի հոգեվոր կյանքին մեջը։ Thank you.